Հիմա գանք մեր խնդիրներին, պարոն Սահակյան։ Եկեղեցու բարենորոգման խորհուրդն առաջին նիստն է անցկացրել, որի շրջանակներում Թող լինի ճակերտներում ըստ վարչապետի քննարկվել են եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը եւ առաջիկա աշխատանքների շրջանակը, հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպած սկզբունքներն ու նպատակները, այսօր էլ Փաշինյանը առիթ ունեցավ այս հարցին անդրադառնալու լրագրողների հետ ճեպազրույցում եւ նշեց, որ Սերժ Սարգսյանն էլ ժամանակին չէր հեռանում առհասարակ ոչ մեկ չի ցանկանում հեռանալ, բայց հանրային վերաբերմունքով կստիպեն, որպեսզի հեռանա եւ Գարեգին բն բացառություն չէ ըստ էության Փաշինյանի խոսքը այդպեսին է։ Դուք ինչ դիտարկումներ կանեք։ Այդ պրիզմայից երբ որ նայում ենք Նիկոլ Փաշինյանը բացառություն չի, իրան էլ սխմելու ենք հեռանալու է, ինչ խնդիր կա, որ այսինքն բան չի։ Ընդհանրապես ուղղակի հանրային տրամադրությունը դրվեց, հանրությունը դրվեց տրամադրված չի, այսպես ասած, բայց ամենի ժամանակի հարց է։ Եվ իսկ հիմա անդրադառնանք ինչպես ասում են մեր ոչխարներին Նիկոլ Փաշինյանի գործունեությունը եկեղեցու դեմ հակասահմանադրական գործունեություն է մնացած ամեն ինչը ինքը անում է նրանք ապօրինի եւ հակասահմանադրական գործունեություն են եւ դրա համար ինքը վաղտյուշ պատասխան է տալու օրենքի առջեւ մնացած ամեն ինչ որ նրանք արել են եւ անում են այդ տրամաբանության մեջ պետք է նայել այդ մի քանի եպիսկոպոսները իրենք բանը փոքրամասնություն են մենք տասնյակ եւ հարյուրավոր եպիսկոպոսներ ունենք ովքեր Նիկոլի կողքին չտեսնում որ չկան ընդհակառակը տեսնում Նիկոլի կողքին ասենք բանն է Բենթլի ինչ էր Բենթլի վարող մեր Կճոյանը Նիկոլայը Կճոյանին երբ որ ընդդիմադիր էր Կճոյանին ինչ ասես ասում էր հիմա ընդդիմադիր չի իշխանությունը այն ժամանակ էլ էր չէ Կճոյանի իշխանությունը հետ հիմա էլի Կճոյանի իշխանությունների հետ այսինքն շատ բան չի փոխվել ըստ էության եւ ընդհանրապես Նիկոլի եւ բանի հարաբերությունները կաթողիկոսի հարաբերությունները վատացել են կամ պատվեր է ստացել Ադրբեջանից ասենք Եվ այդ իր գործն անում, հիմա կստացվի թե չի ստացվի, ես հուսով եմ չի ստացվի։ Իրականությունը այն է, որ Նիկոլ Փաշինյանը ունի ռեսուրս, բայց դա ռազմական եւ քաղաքական ռեսուրսն է, որպեսզի բանանի ճնշ կարողանա կաթողիկոսին հերացնի իր գայից, այսինքն պետք է ոստիկանության կամ ներքին գործերի կամ, չգիտեմ, ԱԱՑ-ի, այսպես կոչված այդ մարդկանց գնա ուժով կաթողիկոսին այդ գահից Գանկեցանի այդքան բան ոնց որ ասենք կոմունիստների ժամանակ երբ որ այդ այսպես կոչված այդ հեղափոխությունը երբ որ եղավ կոմունիստական ստեղ էլ բան եղավ եկան մեր կաթողիկոսը խեղդեցին ռուսները այդ ուրիշ կերպ չի կարող անել օրենքով նա հնարավորություն չունի այդ բանը անելու բայց հանրային վերաբերմունքով այսինքն եթե մարդիկ կոնսոլիդացվեն եւ Նիկոլի շուրջ կոնսոլիդացիա տեղի չի ունենում մենք դա տեսել ենք այդ որ գնում է այդպես ուրիշ եկեղեցին որ աղոթում բան ինքն է իր բաներն են ԿՊՆ ուրիշ մարդ չկա ոչ ոք Նիկոլի շուրջ չի կոնսոլիդացվում այլևս ել են վայեն 18 թիվը չէ լի վաղուց արդեն տեսել ենք որ նա շարքային եւ սովորական ստախոս է ստախոսի շուրջ կոնսոլիդացում որ ինչ անեն իսկ չեն կոնսոլիդացվում որովհետեւ խնդիրներ չեն տեսնում եկեղեցու այդ հոգեվոր վերնախավի վարքաբանության հետ կապված այսինքն տեսեք դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանից է հրահանգստացել եւ գործողությունները իրականացնում եկեղեցու դեմ իշխանականներն էլ վստահաբար ծանոթ եք այդ թեզին, որ կաթողիկոսը Ռուսաստանից է կառավարվում, նրա եղբայրն է անգամ գործակալ է եւ ասում են նրանք էլ այնտեղից հրամաներ են ստանում այստեղ ներքին խնդիրներ ստեղծելու իշխանության համար, պետության համար, ժողովրդի համար։ Երկու կողմն էլ ճիշտ են, ասեն դեպքում։ Հիմա լավ մենք քաղաքացիներս, որոնք ոչ այս կողմում են, ոչ այն կողմում են, բայց մենք նաեւ տեսնում ենք խնդիրներ մեր հոգեվոր վերնախավի հետ։ Ինչ պետք է անենք մենք։ Այդ խնդիրները շատ լավ հարց եք տալիս, շնորհակալություն։ Այդ խնդիրները նոր չեն ծագել, այդ խնդիրները ծագել են արդեն Եվ հարյուրամյակներ են, հարյուրամյակներ կա արդեն ինչ ես վերջի 300 տարին մեր եկեղեցին ինչպես նաև ընդհանրապես հայ ժողովուրդը ռուսական ազդեցության տակ է գտնվում եւ նման ահռելի ռեսուրս ինչպիսին որ ունի մեր եկեղեցին բնականաբար ռուսական հատուկ ծառայությունների աչքից այտենց չէր կարող էլի այդպես թաքուն մնար բնականաբար պետք է օգտվեն դրանից հիմա որպեսզի մենք կարողանանք ասել մեր կաթողիկոսը հատուկ այդ ռուսական ՀԿԳԲ-ի ագենտա թե չէ, պետք է թուղթ ունենանք։ Եթե չունենք, կարող ենք բան անել, էլի, տեսական բան անել եւ չբացառել, որ կարող է նման հնարավորություն ունենալ, բայց չքան չկա այդ փաստաթուղթը, չեն կարող նման պնդում անել, բայց տեսականորեն հստակ, ես ասեմ ավելին, տրամաբանությունը ամբողջ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ հենց այդպես է պետք է լինել, որովհետեւ այլ կերպ չէր կարող լինել, որովհետեւ բանը, եթե երբ որ նայում ենք այդ կոմունիստական էլի գանք այդ շրջանը, երբ որ այդ կոմունիստական հեղափոխությունը որ եղավ
բան, դա ապօրինի եւ հանցագործ մի հատ ինչ-որ շրջան էր, ով բանը ձեորվել էր մի հատ իշխանություն այդ ռուսական նախկին կայսրության վրա, ով սեփական քաղաքացիին սպանում էր, ավիրում էր բաներ անում, հանցագործ բաներ, մի հատ ինչ-որ փուլ էր։ Եվ աշխարհի կողմից ինքը չէր ընդունվում կոմունիստական իշխանությունը այդ բանը հիմա պատկերացրեք իրանք երբ որ այդ բլոկադայի մեջ էին այսօրվա ասած տերմիններով երբ որ ոչ մի պետության ղեկավար նրանց չէր հանդիպում բան չանում մեկ էլ իրանց այդ գրաված տարածքներում տեսնում են կա մի ժողովուրդ որ ունի եկեղեցի որ աշխարհի բոլոր տեղերում ներկայացված է մի պետություն չկա որտեղ հայ չլինի եւ հայկական եկեղեցի չլինի ինչ է կարծում նման ահռելի ռեսուրսից չէին օգտվի հա KGB ագենտները իհարկե կօգտվեին հետո ու եւ շատ լավ նաեւ հաստատ օգտվել են եւ կան անգամ բաներ գրականություն կա այդ մասով գրաված բան նախին KGB-իչնիկներ որ գնացին Ամերիկա իրենց հուշերն են գրում բան այնտեղ շատ ուղղակի մատնանշում են որ եւ դաշնակցության որտեղ մեր դաշնակցությունը բան արել ինքն էլ տենց է ամբողջ աշխարհում եկա սփռված բանանում ազդեցություններ այլ երկրներ երկու մուտք ուներ եւ մեր եկեղեցու վրա բան է այսինքն այդ ուղղությամբ նրանք աշխատել են եւ ինչ-ինչ հաջողություններ վստահաբար գրանցել են բայց այդ ամեն ինչից խուսափելու համար գանք էլի մեր խնդիրներին հիշեցնենք 18 թվականի օրակարգերից մեկը էլի լյուստրացիա պետք էր արվել այդ բոլոր այդ ազդեցության գործակալներին պետք է լինի պարոն Սահակյան որպեսզի քաղաքացին հասկանա որ խնդիր կա վերնախավի հետ կապված խնդիր կա ոչ ակնհայտ է որ խնդիր կա շատ ճիշտ եք ասում վերնախավը օրինակ նույն կաթողիկոսը ես որպես քաղաքացի հիմա հանդես չգամ որպես լրագրող ինձ համար մտահոգիչ է որ նա շատ կարևոր առանցքային իրադարձությունների ժամանակ հանդարտության կոչ չի արել առնվազն կողմերի երբ որ ներքին բախումների վտանգ է եղել սա միայն ինձ համար բավական է որպեսզի ես իմ դժգոհությունը հայտնեմ եւ այստեղ թուղթը էական չէ իմ համար չէ թուղթը էական են առումով որ իրանք ասում են ագենտը ագենտ չի հա չէ այդ առումով որպեսզի նման պնդում անենք հստակ հա թուղթը պետք է բայց ես նորից եմ ասում արկախ է թղթից տրամաբանորեն որ նայում ենք մեր կաթողիկոս իր տեղում եւ իր դերում չէ դուք շատ ճիշտ եք ասում այլ մարտի 1-ը եղել էլ պատերազմներ են եղել էլ բաներ եղել այդքան ճնշումներ են եղել եւ Սերժի եւ Քոչյանի եւ Նիկոլի ժամանակ չէ մի անգամ չտեսանք ելներ մի հատ նորմալ խոսքով մի հատ ինչ-որ որպես հոգևոր հայր հանդես գար չենք տեսել նման բան չկա եւ այո մեր կաթողիկոսը իր տեղում չի եւ իր դերում չի բայց Նիկոլ Փաշինյանը այն մարդը չէ, ով պետք է զբաղվի այդ գործով, ինքը ոչ այդքան բարոյական իրավունք ունի, ոչ քաղաքական իրավունք ունի, ոչ որևէ իրավունք չունի, այդ հարցով զբաղվելու իր քիթը չպետք է մտցնի այդտեղ, այդքան բան։ Շատ լավ, Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանում ցանկացած քաղաքացի կամ քաղաքացիները, երբ ուզենան, կարող են հեղափոխություն իրականացնել եւ չկա մեկ ուժ, որը կարողանա դա կասեցնել։ Սա պոպուլիստական հայտարարություն է, թե օբյեկտիվություն կա եւ քաղաքացիները որ դեպքում պատրաստ կլինեն նորից հեղափոխություն իրականացնել։ Նախ հեղափոխությունը, եթե ինքը մի քիչ հասկանար քաղաքական process-ներից, որովհետեւ հեղափոխությունը այդ որ ասում են, չէ, 18-ին ինքը արեց բան, այդքան էլ այդպես չէ, բայց թողենք ամեն ինչ իր տեղում եւ դերում, հա։ Կան գիտություններ, ովքեր ուսումնասիրում են հեղափոխական process-ներ, բաներ, չէ, դա սոցիոլոգիան, քաղաքագիտությունն է եւ այլն բան, մի քիչ որ այդ ամեն ինչի ծանոթ լիներ, հենց այդպես հանգիստ չէր ասի, բայց միևնույն ժամանակ այդպես հանգիստ կարող են ասել նաեւ այն մարդիկ, ովքեր տիրապետում են այդ ամեն ինչին, եւ այնպես որ պիտի մի քիչ ժամանակ անցնի հանրությունը մարսի իր տեղի ունեցածը հասկանա, իր մեջ ինքը այդ որոշումը կայացնի եւ դուրս գա այդ հեղափոխության ամեն օր ամեն ժամ, ամիսը 1, շաբաթը 2 անգամ հեղափոխություն չեն անում, դա նորմալ չի։ Անգամ Պարսկաստանում տեսեք ինչ ճնշումներ են գործածում։ Մարդը հենց օրը ցերեկով կրակում սպանում են, ինչ-որ մի գլխաշոր չկրելու համար երիտասարդ կանանց ծեծում սպանում են, այդքանով հանդերձ այդ ժողովուրդը նոր գտնում է իր մեջ այդքան ներուժ, որ մի քանի տարին մեկ դուրս գա պայքարի բանի դեմ, էլի, որովհետև պետության դեմ դուրս գալ եւ հեղափոխություն անել, դա հանակ բան չի։ Նախ պետությունը միակ լեգիտիմ սուբյեկտն է, ով ուժ գործադրելու իրավունք ունի, իսկ ցանկացած ժամանակ, որ Նիկոլն ասում է, ինքը ցանկացած հենց մենք ելնենք ասենք հեղափոխություն ենք անում, հանգիստ կրակի սպանի եւ վերջ։ Ինքը դրա համար չդատի ոչ մի պատասխանատվություն չկրի։ Ոնց որ մարտի 1-ի այդ մարդասպաները պատասխանատվություն կրեցին, չէ։ Հիմա Նիկոլը նույն բանը հանգիստ կար, այն 5000 հոգուն որ ուղարկեց մահանալու, պատասխանատվություն կրեց մեկը։
Բայց Չէ, ինչ չէ։ Սերժ Սարգսյան օրինակ ժամանակին չկասեցրեց։ Այդ հարցը Սերժ Սարգսյանն է պետք տալի, ես ինչ գիտեմ։ Բայց դուք ենթադրություններ չունեք։ Այո, ունեմ, բայց դրանք ենթադրություն են մակարդակում են ավելավա բանջանենք, էլի, գանք մեր խնդիրներին, էլի, ավելավա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի խոսքը եւ ճշմարտացի եւ պոպուլիստական։ Այդ որ ասում է, հա, բնական է, ոնց ասի, ամեն մարդ առավոտյան նախաճաշելու իրավունքն եւ ոչ ոք չի կարող դա խանգարել, հա, բայց այն մարդը որ փողը չունի, հնարավորությունը չունի, կամ բանը տուն չունի, բան չունի, ասենք ո՞ց նախաճաշի։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Բա բնականաբար, այո, քաղաքացիները հեղափոխություն անելու իրավունք ունեն եւ դա անկախտելի իրավունք է քաղաքացիների եւ ոչ միայն Նիկոլ այլև որևէ մեկը այո դրա դեմ ոչինչ չի կարող անել եւ ընդհանրապես Նիկոլն պետք է սպասի, ասես վախեցած պետք է սպասի, թե երբ է ժողովրդի մեջ այդ կուտակվելու էներգիա եւ դուրս գա 26 թվականի այս իրադարձությունները միգուցե դրա համար ինչ որ կատալիզատոր լինեն, միգուցե տեսնենք, ես հուսով եմ որ այդպիսի բան տեղի կունենա։ Հիմա մեր հարցազրույցը պարոն Սահակյան ամփոփենք Ալիևի հայտարարություններով հեռուստաընկերություններին ի վերջո հարցազրույց է տվել, նշել էր, որ Հայաստանը միայն կշահի կոմունիկացիաների բացումից, տնտեսական առևտրային կապ առումով Հայաստան կարող է չհամարել, որ պարտվող է, իսկ եթե քաղաքական առումով համարում են, որ պարտվող է, ապա դա այդպես համարողի խնդիրն է։ Հիմա հերթական խմբականակն է նավթամթերքի եւ բենզինի գալու Հայաստան, եթե չի եկել դեռ, այսօր էր նախատեսված, եթե չեմ սխալվում, ու էլի բուրն են արձագանքները։ Նորմալ է։ Չի դառնալու սովորական այս ամենը։ Այս առևտուրը։ Իհարկե ոչ։ Նախ թշնամու հետ, քեզ ամեն օր ստորացնող մարդու հետ առևտուր անելը դժվար է լինելու։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանի համար դա խնդիր չէ, երբ որ իրենց ստորացնում ինքը էլի գնա ժպտա բանանի, միգուցե դա իրենց աշխատանքն կամ իրենք այդպես են պատկերացնում, մեր քաղաքացիները այդպես չեն պատկերացնում եւ ամեն ինչ այդպես հարց չի անցնելու, սա մեկ։ Երկրորդը, այս ամեն ինչը պայմանավորված է ընդհանրապես Ալիևի սիրահոժարությամբ կամ մեծահոգաբար կամ ինչ որ sense էլի հասկանում եք իր կամքով։ Հենց վաղը ուզենա որ այդպես էլ չլինի, էլ չի լինելու։ Այդ նավթը չի գալու։ Դա հասկանալի է, բայց Ալիևը ինչու է որոշել այդպես սիրահոժար լինել։ Որովհետեւ Ձեր ասած բառով։ Նախ այդ իր ամբողջ հարցազրույցը երբ որ նայում ենք, տեսնում ենք տրամաբանությունը հետեւյալն է, Արցախյան պատերազմից առաջ էլ ինքը էլի թիրախավորում էր բանը, Արցախն էր թիրախավորում եւ այնտեղ փորձում էր հիմնավորել եւ ներքին հանրությանը եւ ամբողջ աշխարհին, հա, որ բանը Արցախը տարածաշրջանում ռուսական գործոն է։ Հիմա ստեղ նույնպես երբ որ ինքը խոսում է ես տնտեսական բանես ամեն ինչի մասին, ենթատեքստը գնում է, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի շահերը սպասարկող տնտեսական եւ քաղաքական գործոն, այսինքն սկսում է Հայաստանի բանը դեմոնիզացիայի process-ը, որ վաղը միսօր երբ որ հարցակվի, նույն Ֆրանսիան, Ամերիկան ասեն, չասեն, հա, այս ինչ է սա, մենք տեղավորվեն այդ բանի մեջ, ասեն դե հա, դե Ռուսաստանը մեր համար ճշտամ է, Ուկրաինայում դեմը պատերազմում ենք այնտեղ Հայաստանում էլ եթե բանը լինի Ռուսաստանի ազդեցություն թույլատնենք, բայց իհարկե հիանալի կլինի, հա, այդ տեսանկյունից, որովհետեւ Արցախյան պատերազմը, չէ, եկեք չմոռանանք, էլի հիմնավորվեց եւ ի վնաս Հայաստանի այդ հարցերը եւ հայ ժողովրդի լուծվեց հակառուսական տրամաբանության մեջ, չէ՞։ Այստեղից ռուսներին տարածաշրջանից դուրս քշելու տրամաբանության շրջանակներում էր դուրս բանարվում, հա, այդ հարցը քննարկում, այդ պրիզմայից էր նայում Ալիևը, նույն բանը հենց հիմա անում է ինքը այդ որ խոսում է տնտեսական բան, այդ խառը բաներից խոսում, հա, իրականում մենք սահմանները ըստ էության չի բացում, մենք ենք բացում, չնայած մենք չենք փակել, բայց մեր տարածքով նրանք իրավունք են ստանում գնալու, գալու եւ անվտանգ գնալու են գան, որովհետեւ մենք հաստատ չենք բզբզալու եւ չենք խանգարելու, բայց մենք Ադրբեջանի մեր գնացքը Ադրբեջանի տարածքով Ռուսաստան չի գնալու։ Որովհետեւ կոմունիստների ժամանակ էլ երբ որ խնդիրը այդ արդեն առաջացել էր, երբ որ նույն կայսրությունները, նույն պետություններ, ովքեր որ տարիքով մեծ են, կհիշեն եւ իրանք են ինձ պատմել, որ ասում են դե այդ գնաց որ գալիս են Ադրբեջանի տարածքով գնում բոլորս պարկում ենք, որովհետեւ քարերով խփում, ջարդում էին մարդկանց վնասում բան էին անում եւ դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չէր կրում։ Մենք վնասելու են բեռները եւ բաները։ Հիմա ավելի վատ այդ մարդիկ միջնորդություն կամ վկայություն կամ խավորություն Տրամպը խորը թքած ունի այս ամբողջի վրա, հայ ժողովրդի վրա, Հայաստանի վրա, ամեն ինչի վրա։ Ինքը իր հարցերով է զբաղված։ Իրան պետք է իր որ գային այնտեղ իր աչը պաչեին կամ իրան այդպես առաջնորդային առաջադրային բան չէ, դա խաղաղության Նոբելյան մրցանակի եւ այլն բան, ինքը այդպես խնդիրներ ա դրի արժեվ։ Ինքը հայերի հարց չի ուզում լուծի։
Ինչու պետք է լուծի։ Հայերի հարց չէ, պարոն Սահակյան, Բա ինչու ինչի է հարց։ հարց։ Իր երկրի շահերից է բխում, որպեսզի այդ Հմ։ կոմունիկացիայի հարցում ունենա հսկողության Այսպես թե այնպես, այդ հսկողության չափաբաժինը ինքը ունի դրանով եւ դա արված էր ընդդեմ Չինաստանի, ոչ թե հայերի համար, ադրբեջանցիների շատ լավ, թուրքերի եմ համար, ասում, իր շահը Չինաստանից սպասարկելու Եվրոպա գնացող այդ ճանապարհներից մեկը, որ անցնում էր Հայաստանի տարածքով դիցուկ մեղրիով, դրա վրա բանը Ամերիկան վերցել է իր վերահսկողության տակ եւ վերջ այդքանով իր հարցը լուծել է։ Ինքը Չինաստանին ճնշելու խնդիրն է, ոչ թե հայերին փրկելու կամ ադրբեջանցիների հայերի հարցերը լուծելու կամ հայ-թուրքական հարաբերություն կարգավորելու։ Ոչ, իրանք իրենց հարցը լուծել գնացել են։ Մնացած հարցերը, որ առաջանում են այստեղ այս տարածաշրջանում, դրան Տրամպի գալու եւ գնալու կամ Ամերիկայի ներկայությունից դրա հետևանքները մենք ենք կրելու եւ մենք պետք է փորձենք այդ իրավիճակներից դուրս գալ։ Հետեւաբար մենք պիտի մի հատ հասկանանք ինչա տեղի ունենում։ Դրան ինչպես անդրադառնալ, ոնց վերաբերվել, ինչ անել, ոչ թե բան Տրամպը կգա, բանկային ժամանակ ասում ենք դե ռուսները կլուծեն, ռուսները չլուծեցին, չէ՞։ Նույնիսկ Տրամպը չի լուծելու, որովհետեւ մենք պիտի լուծենք մեր հարցերը։ Իսկ մենք այդ կարողունակությունը, այդ դիմադրողականությունը, մեր տնտեսության վիճակը, մեր պետական ապարատի բանը, adekvat հարցերին արձագանքելու այդ ունակությունը չենք բարձրացնում։ Մենք այդ հարցերով սկի չենք էլ զբաղվում։ Հələ նայեք ինչ հարցեր են քննարկվում մեր կառավարությունի եւ ազգային ժողովում։ Շրջանակները չեն բարձրացնում, անդիմադիր լրատվամիջոցները չեն բարձրացնում։ Այսօր Փաշինյանը դժգոհում էր, որ ոչ մեկ չի արձանագրում, չի խոսում այն մասին, որ Սամվել Կարապետյանի ղեկավարման ժամանակ հեծը այդպիսի ընտանիք, այդպիսի հիմնարկ չկա, որ փող գողացած չլինի։ Եվ մամուլը լռել է դրա մասին։ Հարգելի Էլիզա, ընդդիմադիրները ինչից ասես խոսում են, հələ ես այն բանը չեմ ասում, ազգային ժողովի ներկայացված ընդդիմադիրները չեմ ասում, իրանք ուղղակի հայհոյում են եւ շիշ են շպրտում, իրանք նույն համակարգն են, հա, Նիկոլի, այսինքն դրանից առաջ իրանք որ կառավարում են, մենք տեսանք իրանցի զզվեցինք եւ 18 թվականի դեպքերը տեղ ունեցան, եկավ Նիկոլը եւ նույն բանը եւ ավելի վատ շարունակվեց, էլի, այսինքն իրանց մի հատ բաց թողենք։ Մնացած ընդդիմադիր զանգվածը բոլոր խնդիրներին անդրադարձել է, լիքը հարցեր բարձրացրել է, բայց դրանից ինչ օգուտ։ Իրավ այդ հարցը լուծողը կառավարությունն է։ Այդ որ ասում եմ մուրշնել, մանգաղնել, չագուճնել, բանել ամեն ինչ Նիկոլի ձեռն է, ասում ենք, որ ասողին լսող չկա ումա պետք։ Հա մենք քննարկում ենք այդ բոլոր հարցերը քննարկել ենք։ Հեծը երբ որ սեփականաշնորհում են, այն ժամանակ մեռանք ասելով։ Հազարավոր մարդիկ խոսել են, ասել են, թմկարել են բաներ, բայց մեկը սեփականաշնորհվեց, չէ։ Հետո էլ ասում են, որ պետք չի կարելի Նիկոլ ջան, այդ բանը տենց խլել սեփականությունը մարդու ձեռքից, ապօրինի կերպով։ Էդի ասենք Ալիևը կարա իրան տես բան թույլ տա, Պուտինն է կարողանում իրան տես բան թույլ տա, քեզ չի սազում, մեզ որպես դեմոկրատական պետություն ենք, չէ՞ մենք հանդես գալիս, իրանք գնացել էին Ամերիկա, հիշում եք բանը, աբարատ ինչեր էր ասում մեր արտգործնախարարը կատունեմ, գնացել էր Ամերիկա, ասում էր մենք Հայաստանը, բանն է, դեմոկրատիայի ինչն էր ժողովրդավարության բաստիոններ, ես ինչ բան, առանց իսկի չեն էլ հասկանում ինչ ժողովրդավարություն ինչ է, բայց ժողովրդավար երկրում մարդու ունեցվածքը տես մի վարկյամս խլում են ձեռքից, չէ, դատ կա, դատաստան կա, բան կա, ոչ մի տես բաներ չի անում եւ հիմա լայլում ասում է, բա խիչ եք խոսում, խիչ եք քննադատում, որ քննադատեն ինչ օգուտ, կարող եք ասել։ Մեկը ինքը անում է այն ինչ ուզում անի, չէ, ինքը իրան չի հրճակել, բայց փաստացի անում է այնպես, ինչպես արել են եւ Սերժը եւ Քոչարյանը եւ Ալիևն անում։ Ասենք ինքը նմանվում է իրանց